Սահմանային կրակոցները մի քանի նպատակ են հետապնդում։ Նախ բնակիչներն անընդհատ վախի մթնոլորտում են, այսինքն սա հոգեբանական ազդեցություն թողնելու նպատակ է հետապնդում։ Երկրորդ, մարդկանց սովորեցնում են այդ վիճակին։ Փաստ-ինֆոյի եթերում ասել է ռազմական փորձագետ պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։ Բանախոսը կարծում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի եւ այդ ռազմական ագրեսիան չի ներառելու միայն Ադրբեջանը Նախիջևանին կապող տարածքների գրավումը։ Դա կարող է լինել 3 ուղղությամբ՝ Մեղրիի հատվածում ապահովել Ադրբեջանի եւ Նախիջևանի կապը, կամ Գորիսի մոտից հարձակումն է եւ միջպետական ճանապարհով Սիսիան անգեղակոտ Նախիջևան հատվածը, կամ կարող են ուղղակիորեն Ջերմուկի կողմից հարձակվել։ Սա նշանակում է ձեռնոց նետել Ռուսաստանին եւ Իրանին։ Այս դեպքում, եթե պատերազմի մեջ են մտնում Իրանն ու Ռուսաստանը, անմասն չի մնում նաեւ Թուրքիան, իսկ դա արդեն բրիտանական պրոյեկտն է՝ Ռուսաստանի համար երկրորդ ճակատ բացելով թեթևացնել Ուկրաինայում ռուսական զորքերի ընթացքը։ Փորձագետը նշում է, որ Թուրքիայի ղեկավարը դեմ է Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացելուն, քանի որ ԱՄՆ-ն այստեղ կարող է դիտվել որպես Ռուսաստանի դաշնակից եւ օգտագործել քրդական գործոնը։ Այս դեպքում բրիտանական ծրագրերն իրականացնելու պատրաստակամություն է հայտնել Իլհամ Ալիևը։ Եթե հայ-ադրբեջանական պատերազմ սկսվի, դա հարվածելու է եւ ԱՄՆ-ին, եւ Թուրքիային, եւ Ռուսաստանին, եւ Իրանին։ Բրիտանիան խոստացել է, որ հաջող օպերացիայի եւ միջանցքի բացման պարագայում կարող է Իրանից տարածքներ միացնել Ադրբեջանին, ամբողջությամբ տալ Հայաստանը։ Ալիևը կարող է ողջ Երևանը վերցնելու խնդիր դնել, Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելով։ Նրանք, ովքեր լծվել են այստեղ պատերազմ սանձազերծելու պրոյեկտին, նաև ռազմական առումով կարող են որոշակի հաջողության հասնել, սակայն դա կլինի Ադրբեջան պետության վերջի սկիզբը։ Այդ պետությունը մասնատվելու է 3 միավորի միջև՝ Ռուսաստանի, Իրանի եւ Հայաստանի։ Չի լինելու Ադրբեջան պետություն, եթե Ալիևը Հայաստանի նկատմամբ լայնածավալ ռազմական գործողություն սկսի, ասել է Հայկ Նահապետյանը։ Վերջին շրջանում Բաքվի եւ Ալիևի աշխատակազմից վարձահրավիրված միջազգային փորձագետները ջանք ու եռանդ չեն խնայում քարոզելու, որ Ադրբեջանը քննարկում է այսպես կոչված Աբրահամի ուխտին միանալու հնարավորությունը։ Ըստ տեղեկությունների, խնդիրը քննարկվել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիկմետ Հաջիևի Երուսաղեմ այցի ընթացքում, երբ նրան ընդունել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Ընդսմին Աբրահամի ուխտին Ադրբեջանի ներգրավվածությունը դիտարկվում է նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերբեռնման հնարավորություն։ Բաքվի այդ նախաձեռնությունը երևում է արաբական աշխարհում լրջագույն անհանգստության տեղիք է տվել։ Ես հավատում եմ, որ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար Ադրբեջանն ամեն ինչ կանի։ Բաքվի իշխանական լրատվամիջոցին ասել է Եգիպտոսի նախկին երկարամյա արտգործնախարար Ամր Մուսան։ Նա նաև վստահ է, որ Ադրբեջանը կլինի այն երկրների առաջնաշարքում, որ պաղեստինցիներին կաջակցի ձեռք բերել անկախություն, այլ ոչ թե Իսրայելի հետ հարաբերություններ կզարգացնի ի վնաս պաղեստինցիների։ Եգիպտոսի նախկին արտգործնախարարի գնահատմամբ արաբական աշխարհն Իսրայելի հետ ցանկացած երկրի հարաբերությունները տաբու չի գնահատում։ Ընդհակառակը, Եգիպտոսը կողմ է արաբա-իսրայելական կարգավորմանը, բայց այն կոնտեքստում, որ դա ծառայի խաղաղության հաստատմանը, պաղեստինցիների եւ իսրայելցիների հարաբերությունների այնպիսի կարգավորմանը, որ կաջակցի պաղեստինցիների ինքնորոշման եւ անկախ պետության ստեղծման ձգտումներին։ Եգիպտացի նախկին բարձրաստիճան դիվանագետը փաստացի ներկայացրել է իսրայելա-ադրբեջանական հարաբերություններից արաբական աշխարհի սպասելիքները, որ ըստ էության կայանում է նրանում, որ Բաքուն Երուսաղեմի հետ ցանկացած համագործակցությունը չպետք է կառուցի Պաղեստինի անկախության նպատակը պաղեստինցիների ձգտումները շրջանցելու գնով։ Փաստացի Ամր Մուսան բացահայտում է, որ արաբական աշխարհը քաջատեղյակ է իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների բնույթին եւ հասկացնում, որ այսուհետև այդպես չպետք է լինի։ Խնդրի նրբությունը այն է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանին հաջողվել է արաբական աշխարհի առաջատար երկրների, այդ թվում եւ Եգիպտոսի հետ բավական սերտ հարաբերություններ հաստատել։ Այդ երկրները միաժամանակ իսլամական համերաշխության կազմակերպության անդամ են եւ ավելի քան 2 տասնամյակ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ադրբեջանին բացառիկ աջակցություն են ցուցաբերել։ Այսօր, ինչպես հասկացվում է Եգիպտոսի նախկին արտգործնախարարի բավական թափանցիկ ձևակերպումներից,
Ոչ միայն արաբական, այլև իսլամական աշխարհը Բաքվից համարժեք փոխհատուցում է ակնկալում։ Ամր Մուսայի ենթատեքստային ակնարկները թերևս կարելի է համարել Ադրբեջանի նախագահին դեղին քարտ։ Նման ուղերձը ըստ երևույթին բխում է իսրայելա-ադրբեջանական համագործակցության նկատմամբ արաբական աշխարհի անհանգստությունից։ Պաղեստինի անկախ պետության ստեղծումը ոչ միայն արժանապատվության, էթնիկ քաղաքակրթական ինքնության ամրապնդման, այլև անվտանգային եւ իհարկե տնտեսաաշխարհաքաղաքական հարց է, որ արաբական աշխարհը փորձում է կարգավորել արդեն մոտ 8 տասնամյակ։ Մերձավոր Արևելքը եւ Հարավային Կովկասը կապված են հաղորդակից անոթներով։ Եվ եթե արաբական աշխարհի առաջատար երկրները նպաստում են Ադրբեջանի էներգետիկ, ենթակառուցվածքային եւ կոմունիկացիոն նախաձեռնությունների իրականացմանը, իսկ դա այդպես է, ուրեմն Բաքուն պետք է փոխհատուցի Պաղեստինի հարցում գործնական համերաշխությամբ։ Բայց Ալիևը Նաթանյահուի որոշումների վրա ազդեցության լծակ արդյոք ունի։ Ուկրաինայի հարձակումը Ռուսաստանի Դաշնության էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա Կիևի կողմից հատուկ պատրաստված հերթական սադրանքն է, որն ուղղված է խաղաղ նախաձեռնությունների խափանմանը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Թելեգրամյան իր ալիքում։ Նա նշել է, որ մարտի 19-ի գիշերը Կիևի վարչակարգը ԱԹՍ-ների կիրառմամբ կանխամտածված հարձակում է իրականացրել Կովկասյան գյուղում Կրասնոդարի երկրամաս տեղակայված էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտի վրա, ինչը հանգեցրել է նավթաբազայում նավթի ռեզերվուարի ապահերմետիկացման եւ 1700 քառակուսի մետր տարածքում դրա բռնկման։ Միանգամայն հասկանալի է, որ խոսքը Կիևի վարչակարգի կողմից հատուկ պատրաստված հերթական սադրանքի մասին է, որն ուղղված է խաղաղ նախաձեռնությունների խափանմանը, այդ թվում ԱՄՆ-ի նախագահի կողմից առաջ քաշված, ասել է Զախարովան։ Վլադիմիր Զելենսկին եւս մեկ անգամ խախտել է ձեռք բերված հասկացողությունը եւ դրանով հաստատել է պայմանավորվելու իր լիակատար անկարողությունը։ Զախարովան նաեւ հավելել է. Մոսկվան հույս ունի, որ ԱՄՆ-ն համոզվել է հակամարտության էսկալացիան թույլ չտալու եւ այն քաղաքական դիվանագիտական ճանապարհով լուծելու ուղղությամբ աշխատելու հիմնական պայմանը պետք է դառնա Կիևին օտարերկրյա ռազմական օգնության եւ հետախուզական տեղեկատվության տրամադրման ամբողջական դադարեցումը։ ՌԴ-ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսպիսով շատ հստակ հասկացրել է ամերիկյան կողմին, որ քանի որ դեռ Միացյալ Նահանգները եւ այլ պետություններ շարունակում են Ուկրաինա սպառազինության մատակարարումը եւ Կիևին տրամադրում հետախուզական տեղեկատվություն, Զելենսկին կխախտի հակամարտության դադարեցմանը նպատակաուղղված ցանկացած պայմանավորվածություն, հնարավոր չի լինի հակամարտությունը քաղաքական դիվանագիտական ճանապարհով լուծել, չի կանխվի հակամարտության հույժ վտանգավոր էսկալացիան։ Կիևը ցույց է տվել խաղաղության եւ հակամարտությունը դիվանագիտական մեթոդներով կարգավորելու քաղաքական կամքի իսպառ բացակայություն, ինչպես եւ նախկինում նա տարված է Ռուսաստանին պարտության մատնելու մոլուցքով, միաժամանակ ակտիվորեն օգտագործելով ահաբեկչության մեթոդներն ինչպես քաղաքացիական օբյեկտների նկատմամբ, այնպես էլ չխնայելով խաղաղ եւ հակամարտությանը չմասնակցող բնակիչներին, ընդգծել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ինչպես հաղորդել է Կրեմլը, զրույցի ընթացքում Թրամփն առաջարկել է հակամարտության կողմերին 30 օրով հրաժարվել էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածելուց։ Պուտինն աջակցել է նշված նախաձեռնությանը եւ անմիջապես համապատասխան հրաման տվել ՌԴ զինված ուժերին։ Ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները դադարեցնելու առաջարկին։ Սակայն արդեն հաջորդ օրը ՌԴՊՆ-ն հայտնել է, որ Կիևի վարչակարգը Պուտինի եւ Թրամփի զրույցից հետո ԱԹՍ-ներով հարձակվել է Կուբանի նավթաբազայի վրա։ Ինչպես հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կիևի կողմից հարվածների դադարեցման հարցում փոխադարձություն չկա։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, որն ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումը հակասում է Ուկրաինայի հակամարտության դիվանագիտական կարգավորման ձգտման մասին Վաշինգտոնի հայտարարություններին, բացահայտել է մարտի 24-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջիկա բանակցությունների թեման։ Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բանակցությունները նվիրված կլինեն Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Խոսքն ուկրաինական օրակարգի, ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին է, հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչը,
պատասխանելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջիկա շփումների թեմայի վերաբերյալ հարցին։ Առաջին հայացքից սա կարող է մի սովորական տեղեկատվություն թվալ, ընթերցողը կարող է մտածել, թե հա բա էլ ինչի շուրջ պետք է բանակցեն, բայց ահա ուշադրություն դարձրեք, թե Զախարովայի հայտարարության նախօրեին ինչ էր ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը։ Նա հայտարարել էր, որ Վաշինգտոնն ու Մոսկվան մշակում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև Սև ծովում ռազմանավերին եւ քաղաքացիական նավերին հարվածելու մորատորիում սահմանելու հարցը։ Նաև աշխատում ենք Սև ծովում ռազմական եւ քաղաքացիական նավերին, հացահատիկով եւ նման բեռներով բեռնված բեռնատար նավերին հարվածելու մորատորիումի վրա։ 10-ի փոխանցմամբ ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում։ Զախարովան իր հայտարարությամբ ամերիկյան կողմին հասկացրել է, որ Ռուսաստանը դեմ է հակամարտության դադարեցման այսօրինակ փուլային լուծմանը, մանավանդ էներգետիկ օբյեկտներին չհարվածելու վերաբերյալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի նախագահների միջև մարտի 18-ին ձեռք բերված պայմանավորվածությունը Կիևի կողմից կոպտորեն խախտելուց հետո եւ հակամարտության դադարեցման նպատակով Էր-Ռիադում մարտի 24-ին կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները պետք է լինեն միայն առկա խնդիրների փաթեթային լուծման շուրջ, դրանց վերաբերյալ համընդգրկուն համաձայնությամբ եւ պայմանավորվածությամբ, քանի որ ուկրաինական օրակարգն իր մեջ չի ներառում միայն Սև ծովում փոխադարձ հարվածների դադարեցումը, ուկրաինական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի ընդգրկուն է։